ԱՄՆ-ում հետաքննվող մի դասալիկ հանցագործի երկար ժամանակ չէին կարող գտնել։ Գործակալները որոշում են այցելել հանցագործի տուն ու դուռը բացում է հանցագործի մայրը։ Թվում էր, թե երկար զրույցներից հետո արդեն պարզ էր, որ խաչաձև հարցեր են հնչելու, բայց գործակալը հարցը հնչեցնում է շատ պարզ եւ ուղիղ։ Տիկին, ձեր որդին տանն է։ Մայրը ձեռքով մի ժեստ արեց ու պատասխանեց ոչ։ Մոր այդ ժեստը նկատելով շարունակեցին հարցեր տալ նրան, որպեսզի մի քանի րոպե անց կրկին հնչեցնեին նույն հարցը։ Տիկին, ամեն դեպքում ձեր որդին կարող էր ծածուկ ներս մտնել տուն, քանի որ դուք աշխատանքի էիք։ Մոր պահվածքը կրկնվեց։ Նա ձեռքի նույն շարժումն արեց ու պատասխանեց ոչ, եթե այդպես լիներ, ես կիմանայի։ Այդ պահից սկսած գործակալները համոզված էին, որ նրա որդին թաքնվում էր տանը, քանի որ մայրը ձեռքի այդ շարժումն անում էր միայն այն ժամանակ, երբ հարցնում էին որդու տանը գտնվելու մասին։ Նրանք շարունակեցին զրույցը եւ դուրս գալուց առաջ եւս մեկ անգամ հարցրեցին. Մեր արձանագրությունները ամփոփելու համար կցանկանայինք եւս մեկ անգամ ճշտել, դուք վստահ եք, որ ձեր որդին տանը չէ։ Կնոջ արձագանքը երրորդ անգամ եւս նույնն էր, նույն ձեռքի շարժումով, որը նա անում էր միայն որդու տանը գտնվելու վերաբերյալ հարցից հետո։ Գործակալն արդեն համարձակ կերպով խնդրեց խուզարկել տունը։ Կինը ստիպված համաձայնվեց իր խոսքը հաստատելու համար։ Որդուն գտան պահարաններից մեկում ու ձերբակալեցին, իսկ մոր բախտը բերեց, այսպես ասած, որ նրան չձերբակալեցին արդարադատությանը խոչընդոտման մեղադրանքով։ Կինն այնքան էր անհանգստանում որդուն չմատնելու խնդրով, որ լիմբիական համակարգը յենթագիտակցորեն փորձում էր հանդարտեցնել նրան, ձեռքի ակամա շարժման պատճառ դառնալով, ինչը նա չէր էլ զգում։ Ձեռքի ինչ շարժում էր անում կինը, որը միայն կանայք են անում սուտը թաքցնելիս։ 10 ժեստ ու արտահայտություն, որոնք փաստում են, որ կինը ստում է 99%-ով։ Այս մասին կխոսեմ իմ տելեգրամյան ալիքում, որին գրանցման մանրամասները կտեսնեք մեկնաբանությունների մեջ։